Ազգային ժողովի հարգելի պարոն փոխնախագահ, հարգելի պատգամավորներ եւ գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում էկոպարեկային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Էկոպարեկային ծառայության մասին օրենքի 29-րդ հոդվածը կարգավորել է ծառայողի պարտադիր պետական ապահովագրությունը, որի 3-րդ մասի համաձայն ծառայողի պարտադիր պետական ապահովագրության եւ ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը։ Էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքների սահմանման շուրջ տարբեր բովանդակային քննարկումների արդյունքում կառավարությունը նպատակահարմար է գտել որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք կիրառել դրամական օգնության ինստիտուտը, պահպանելով նաև համաչափություն, քանի որ այլ ծառայությունների դեպքում նույնպես կիրառվում է հենց այս եղանակը։ Հաշվի առնելով էկոպարեկային ծառայողների կողմից բնապահպանական իրավախախտումների, ապօրինի ծառայատում, որսագողություն, ձկնագողություն, պետական անտառային հողերի ապօրինի օգտագործում, աղբոտում, աղտոտում եւ այլն, հայտնաբերելու, կանխելու եւ կանխարգելելու գործառույթներից բխող նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող ամենօրյա վտանգը, ինչպես նաեւ հանրային ծառայության մասին օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի դրույթները, այն է պաշտոնական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում ծառայողին, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը, առաջարկում ենք օրենքում կատարել նման փոփոխություն, ինչը կհանդիսանա էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք։ Վերագրալով պայմանավորված նախագծով սահմանվել է, որ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին տրվում է միանվագ դրամական օգնություն։ Կառավարությանը տրվել է նաև լիազորություն ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանելու համար։ Բացի այդ, առաջարկում ենք օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել փոփոխություն եւ սահմանել, որ էկոպարեկային ծառայողները սույն օրենքով իրենց վերապահված լիազորությունները իրականացնում են օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև 27 թվականի հունվարի 1-ը։ Տվյալ դեպքում ժամկետի փոփոխությունը պայմանավորված է ծառայության ամբողջական կայացման համար, պայմանավորված անհրաժեշտ սահմանված ընթացակարգերով արհեստավարժ անձնակազմի համալրման եւ տեխնիկական ամբողջական վերազինումը պատշաճ իրականացնելու համար։ Խնդրում եմ հավանության արժանացնել նախագիծը, շնորհակալություն։